Պարոն Վանեցյան, եթե կարելի է ձեզ հարց ունենք։ Պարոն Վանեցյան, նախ այս նախաձեռնությունը որքանով կարող է, այսպես ասած, ազդել իշխանությունների այն դիրքորոշումների վրա, որոնք նրանք այսօր արտահայտում են։ Հնարավոր է հետ կանգնեն այս կոշտ դիրքորոշումից, տեսնելով, որ հանրությունը եկեղեցու կողքին է։ Անկեղծ ասած, ես շատ մեծ հույս ունեմ, որ տենց էլ լինելու է։ Ու եկեք ի սկզբանե տարանջատենք այսօրվա մեր հավաքի նպատակը։ Սա քաղաքական հավաք չէ, սա զուտ հավաք է ի աջակցություն մեր եկեղեցուն, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր վեհապարին։ Ուղղակի որևէ մեկի մտքով չեր անցնի, որ ինչ-որ մի օր Հայաստանում մենք կկանգնենք մեր եկեղեցու պաշտպանությանը։ Դա, չգիտեմ, ամենավատ երազում չէին կարող նման բան տեսնել, ցավոք սրտի դա էլ տեսանք Արցախի կորուստ, տեսանք հազարավոր զոհեր, տեսանք հայրենիքի ուրացում եւ ցավոք սրտի տեսնում ենք մի բան, որը էլի չէին կարող պատկերացնել։ Ժողովուրդը, ես կարծում եմ, այսօր մեծ բազմությամբ կլինեն այստեղ եւ իրենց աջակցությունը կհայտնեն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ վեհապարին եւ իշխանությունները նաեւ կտեսնեն, որ եկեղեցին ունի իր հետևորդները, իր նվիրալները եւ իր պաշտպանները։ Փաշինյանն իրեն համարում է եկեղեցու հավատարիմ հետևորդը, ավելին խումբ է ձևավորելու մասին հայտարարություն է հնչեցրել եւ այնտեղ կետերով, որ ամեն օր աղոթեն, պահքի հետ կապված։ Փաշինյանը ոչ վաղ անցյալում իրան նաեւ Հիսուսի հետ էր համեմատում, եթե կհիշեք։ Նման համեմատություններ անող մարդուն մեկնաբանելը անշնորհակալ գործ է։ Ի վերջո նպատակը ո՞րն է, պարոն Վանեցյան։ 2018-ին եղավ փորձ հեռացնելու կաթողիկոսին, բայց կարծեք թե հետ կանգնեցին։ Հիմա նպատակը ո՞րն է, կրկին վերսկսելու այդ գործընթացը։ Եկեղեցին մեր պետության հիմնասյունն է։ Եկեղեցին դա այն հիմնական ինստիտուտն է, որը միշտ եղել է հայապահպանության ակունքներում։ Եվ մենք պատմության մեջ ունենք բազմաթիվ օրինակներ, երբ եկեղեցին ստանձնել է իր վրա դեր հայապահպանության, նաև պետականության պահպանության։ Այս մարդիկ փորձում են քանդել մեր պետության հիմքերը եւ ես կարծում եմ սա հերթական քայլերից է այս իշխանությունների, որով ուզում են քանդեն մեր պետության հիմքերը, որպեսզի մենք կորցնենք մեր ինքնությունը, մեր հավատը, մեր ամեն ինչը։ Պարոն Վանեցյան, ինչու իրավապահ համակարգը չի զբաղվում, ուժային կառույցները չեն զբաղվում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությամբ, չէ՞ որ նա պետության ղեկավար է, որը չպետք է խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Ինչու որևէ քայլ չի անում, օրինակ ազգային անվտանգության ծառայությունը։ Համառության հստակ տապալում ունեն այստեղ։ Իմ համար շատ բարդ է դրա մասին խոսել, որովհետև դուք գիտեք, ես մշտապես իմ հրապարակային ելույթներում փորձել եմ չթիրախավորեմ իրավապահ համակարգին, մասնավորապես ազգային անվտանգության ծառայությանը, թույլ տվեք եւս այս անգամ թողեմ այս հարցը առանց մեկնաբանության։ Քաղաքացիական պատերազմ հրահրելու վտանգներ դուք տեսնում եք Նման վտանգներ իհարկե կարող են լինել, բայց ես կարծում եմ, որ բոլորը ողջամիտ կգտնվեն եւ նման քայլի չեն գնա։ Ես շատ շնորհակալ եմ, եկեք մի քիչ սպասենք թող բոլորը գան, անպայման էլի կզրուցենք։ Շատ շնորհակալություն։